Ինչպես France 24-ի կեղծված հրապարակումը տարածեց ռադիոակտիվ սուտ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների մասին։ Հունիսին հրապարակված աղմուկ հանած Հայաստանի ու Ֆրանսիայի կողմից հերքված կեղծ հոդվածի կայքի ստեղծման ու տարածման հետագիծը այս ամիսներին ուսումնասիրել է DFR Lab-ը, որը 2016-ից հետաքննում է, թե ինչպես է ապատեղեկատվությունը տարածվում թվային միջավայրում եւ ինչպես կարելի է այն բացահայտել։ Ուսումնասիրությունը եթե նայում եք, երևում է, որ գործի ընտրվել եւ ռուսական, եւ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ։ Հույս հարցման համաձայն Courrier France 24 կայքը գրանցվել է հունիսի 16-ին եւ ձևացնում է, թե պատկանում է իրական France 24-ին։ Եվ արդեն հունիսի 25-ին այդ կայքում հայտնվեց հոդված, որտեղ պնդում են, թե իբր Ֆրանսիայի պետական միջուկային ընկերությունը Օրանոն գաղտնի սկսել է դեֆիցիտային ուրանի թափոններ տեղափոխել Հայաստան, որոնք պահվում են Դիլիջանի ազգային պարկում։ Շատ մանրակրկիտ ու մեծ ռեսուրսի արդյունքում է ստեղծվել այդ կեղծ շղթան, Արթուր Պապյանը մանրամասնում է։ Կա ճշմարտության տար Ռուսաստանը պատժամիջոցների տակ, կա խնդիր, բոլորը գիտեն, որ Ֆրանսիան միջուկային խոշոր պետություն է եւ ինքը աղբի խնդիր ունի, Հայաստան-ֆրանսիական հարաբերություններն են շահագործել։ Կայքի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտեց մի շարք անհամապատասխանություններ, դոմեյնը գրանցված է Մեծ Բրիտանիայում։ Չուներ որևէ գրանցված հրատարակիչ ու օգտագործում էր տարբեր լրատվամիջոցներում աշխատող իրական ֆրանսիացի լրագրողների անուններ առանց նրանց գիտության։ Ըստ DFR Lab-ի հոդվածի, միջուկային թափոնների մասին կեղծ պնդումը լայնորեն տարածվել է X-ում անգլերեն եւ ֆրանսերեն, հունիսի 25-ից մինչեւ 30-ը հայտնաբերվել է 718 գրառում կեղծ հրապարակման մասին։ DFR Lab-ը պարզել է նույն ցանցը նախկինում արդեն մասնակցել է Հայաստանի վերաբերյալ այլ ապատեղեկատվական արշավների, օրինակ կենսալաբորատորիաների թեմայով, ինչը վկայում է կեղծ քարոզչության կազմակերպվածության մասին։ Մենք այստեղ տեսնում ենք հստակ DFR Lab-ը ապացույցներ է բերում, թե ինչպես այս տեղեկատվությանը մասնակցել են օգտահաշիվներ, որոնք նախկինում մասնակցել են այս կամ այն կերպ պրոռուսական կամ Ռուսաստանի հակառակորդների դեմ ուղղված Եվրամիության դեմ, չգիտեմ, Ֆրանսիայի դեմ ուղղված տարբեր այսպիսի արշավների։ Այս դեպքում Հայաստանը արագ էր արձագանքել կեղծ լուրին, Նիկոլ Փաշինյանն անձամբ, նաև շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց, կեղծ լուրը փաստերով հերքել էր նաև France 24-ը։ Բայց դա չի նշանակում, որ լսող հավատացողներ չեն եղել, ֆինանսների նախկին նախարարը պատմում է։ Մարդիկ գալիս են, ասում են, շատ կիրթ մարդիկ, որ մեծ ներդրում ունեն Հայաստանի։ Ասում են, ինչ սարսափելի բան է, տեսնում ես, այ ֆրանսիացիներին գովում ես։ Իրենց միջուկային այդ ածխոդները, թափոնները բերում Դիլիջանի հողում են թափում եւ տեսնում ես ինչ Հայաստան են սպասում։ Ասում դուք դեկատների ոնց ես հատում։ Տեսեք հատուկ ինչ ռոպագանդա է գնում հակաֆրանսիական։ Որպեսզի մարդիկ հիասթափվեն, ասեն չէ, դե տեսես ինչեր են անում։ Այդ մարդը այնքան շնորհակալ եղավ ինձ, վայ ինչ լավ է ասացի։ Ասում մտածի ոնց կարող է Հայաստանը դες բան թողնի իր տարածքում։ Ոնց կարող է Ֆրանսիան իրան թույլ տա դες բան անել։ Երբ տարածվում է կեղծ լուրը, ինքը սովորաբար շատ գրավիչ էմոցիոնալ ինչ-որ վերնագիր է լինում, մարդիկ սկսում են վայ, հլստեղ նայի, մեզ բերում են միջուկային ճառագայթ են, հա։ Դա շատ արագ տարածվում է, իսկ հերքումը կարդում են շատ ավելի փոքր թվով մարդիկ, եւ այստեղ լուրջ համակարգային խոցելիություն կա։ Տվյալ դեպքում պատիժն այն է, որ այդքան ռեսուրս գումար ծախսելուց հետո նախատեսված մեծ տարածվածությունը թերևս չի ունեցել, Արթուր Պապյանն է շարունակում։ Նույն կերպ, օրինակ 60-ից ավելի տեսանյութեր էին ստեղծել, պատկերացնում եք, դա բավական ծավալուն աշխատանք է։ Այն մասին, որ Հայաստանը բոլորովին էլ ժողովրդավարական չի, կամ որ Հայաստանը իր հողերը հանձնում է Թուրքիային, ավելի շատ սփյուռքահայկական շրջանակներին էր ուղղված, որպեսզի Սփյուռքում Հայաստանի իշխանությունների նկատմամբ որոշակի վատ վերաբերմունք ձևակերպեն, եւ մենք տեսանք, որ դա առանձնապես մեծ խնդիրների չհանգեցրեց, այսինքն շատ քչերն էին տարածում։ Ինչպես պայքարել ապատեղեկության դեմ չսահմանափակելով խոսքի ազատությունը, այս հարցն ամեն անցնող օր ավելի ակտուալ է դառնում, ըստ կիբերանվտանգության փորձագետի հարձակումների որակը լավացել է։ Դա չի նշանակում, որ այն վատերը դեռ չկան, մենք տեսնում ենք, որ մի տեսակ shift է եղել, օրինակ այն ավելի պրիմիտիվ ֆեյքերով մենք տեսնում ենք Հայաստանում նաև կան սովորական կրիմինալներ դրանով արդեն զբաղվում, ինչ որ ներդրումային ֆեյքեր, խաբեություններ եւ այլն։ Իսկ պետական քաղաքական ուղղությամբ հիբրիդային պատերազմում պատկերն այլ է։ Այս տարվա մարտ ամսից սկսած որակական ինչ որ աճ ենք զգում,
տեսնում ենք doppelganger սարքեր, հա, այսինքն կրկնօրինակ կայքերի միջոցով արշավներ, տեսնում ենք այդ matryoshka արշավները։ Այստեղ սակայն վտանգավորն այն է, որ թիրախում ոչ միայն որևէ պաշտոնյա է, իշխանությունը, իշխանության վարքը, այլ ամբողջ պետությունը, պետականությունը, ինչպես այս մեկն էր։ Սա եւ ներսից երկիրը պայթեցնելու պոտենցիալ կարող են ունենալ եւ դիվանագիտական ինչ-որ սկանդալների հանգեցնել եւ սերբ խրել երկու երկրների հարաբերությունների մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ Ֆրանսիան հատկապես վերջին տարիներին հավատարիմ դաշնակցի դիրքերից է միայն հանդես գալիս, աջակցելով Հայաստանին ոչ միայն բարձրաձայն։ Ինչա Ֆրանսիան այստեղ հետաքրքրությունների եւ աջակցում է։ Շատ ծրագրեր։ Այդ մասին դες հատուկի չոր չեն թվում կահարում ասում, շատ ծրագրեր կա։ 95 Իրինամ Կրչյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։